Հիմա ես ձեզ ցույց կտամ, ինչպես TikTok-ում նյութը հրապարակելուց առաջ ընտրել ձեր աբլոշկայի նկարը, այսինքն որ տվյալ տեսանյութը ինչպիսի նկարով գնա ձեր լենտայում ինչ երևա այդ կադրը, առաջի կադրը։ Ուրեմն տեսեք, հրապարակելուց առաջ դուք տեսնում եք այստեղ ձեր տեսանյութը եւ իզմինից աբլոշկու կոճակը։ Սեղմում ենք իզմինից աբլոշկու, ներքևում բերում ա ձեր վիդեոն իր բոլոր կադրերով, դուք կարող եք մատով շարժել այստեղ այս ներքևի հատվածով եւ ընտրել այն կադրը, որ դուք ուզում եք որ լինի ձեր վիդեոյի վրա։ Ենթադրենք ես ուզում եմ սա լինի, չէ՞։ Կարող ենք նաև այստեղ մեծացնել, փոքրացնել, տեղաշարժել եւ կարող ենք գրառում անել։ Ներքևի հատվածում կարող ենք ընտրել տարբերակներ։ Տեսեք, այստեղ տալիս է տարբեր տարբերակներ, որոնք կարող ենք ընտրել։ Ենթադրենք սա ընտրենք, գրում ենք այստեղ։ Հատովա։ Տեսեք, սա կարող ենք տեղադրել, որտեղ մեզ դուր է գալիս կամ նույն հաջողության տարբեր տարբերակներից ընտրել։ Սա մեկ տարբերակ եւ հետո եթե սեղմենք սախրանից, պես տեսնում եք, դա կլինի առաջի կադրը։ Կա եւս մի տարբերակ, նույն այդ իզմինից աբլոշկու կոճակի վրա որ սեղմում ենք, տեսնեք, կադրերից հետո կա պլյուս զագրուզից, սեղմում ենք այդ պլյուս զագրուզից կոճակի վրա եւ այստեղից կարող ենք ընտրել ցանկացած նկար։ Ենթադրենք, ես այս նկարը ընտրեմ, չնայած կարելի է հենց այս նկարն էլ տեղադրել։ Օրինակ կարող է այսպես լինել ու ես կարող եմ վերնագիրը այս նկարի հետ օգտագործել, ահա տեսեք, կարող եմ այս տարբերակը, կարող եք ջնջել եւ ընտրել հաջորդ նկարը, որը ձեզ դուր կգա, ենթադրենք սա, ինձ կարող եմ փոխեմ սա տեղադրեմ եւ այլն, ասենք սա։ Եվ այսպես դուք կարող եք ընտրել ցանկացած նկար, տակ տեսնենք ինչ ավելի տակրկիր տարբերակ կարելի է լինի, երևի քիչ լավ չի երևում։ Սա կարելի է թողնել, սախրանից կսեղմեմ և այսպիսի տեսք կունենա։ Հիմա արդեն նկարագրության բաժնում կգրեմ ինչ նկարագիր եմ ուզում տեղադրեմ և կհրապարակեմ։